Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 30։ Ամեն մեկը թող այն մտածե։ Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն էր։ Փիլիպպեցիս 2:5 խոսք։ Այս հորդորում Պողոս առաքյալը Աստծո ժողովրդին ասում է. ձեր միտքը թող Քրիստոսի մտքի նման լինի, ձեր մտածողությունը թող Հիսուսի նման լինի։ Մենք բոլորս պետք է ձգտենք ունենալ նրա մտածելակերպը։ Ինչ է նշանակում ունենալ Քրիստոսի միտքը։ Պարզ ասած, դա նշանակում է մտածել և գործել այնպես, ինչպես Տեր Հիսուսն էր մտածում։ Դա նշանակում է կայացնել քրիստոսանման որոշումներ, որոնք որոշում են, թե ինչպես պետք է ապրենք։ Ամեն անգամ, երբ նայում ենք Աստծո խոսքի հայելու մեջ, պետք է ինքներս մեզ հարցնենք. արդյոք այն, ինչ ես տեսնում եմ իմ մեջ, արտացոլում է Քրիստոսի բնավորությունն ու միտքը։ Արդյոք ես վերափոխվում եմ Տեր Հիսուսի պատկերի Աստծո կողմից իմ կյանքում բերած յուրաքանչյուր փորձառության միջոցով։ Պողոսի խոսքերով, սա է Քրիստոսի մտածելակերպը։ Նա իր անձն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և կերպարանքով մարդի պես գտնվելով, ինքն իրեն խոնարհեցրեց։ Խոսք 7։ Տեր Հիսուսը որոշում կայացրեց դեռևս երկնքում լինելով, համաձայնության գալով հոր հետ, հրաժարվել իր երկնային փառքից և գալ երկիր որպես մարդ։ Նա երկիր իջավ որպես խոնարհ ծառա, ձգտելով ծառայել, այլ ոչ թե ծառայություն ընդունել։ Քրիստոսի համար սա նշանակում էր. ես գնում եմ քո կամքը կատարել, Հայր։ Տեր Հիսուսը իսկապես նախապես որոշել էր. ես մի կողմ եմ դնում իմ կամքը, քո կամքը կատարելու համար, Հայր։ Ամեն ինչ, ինչ ես ասում և անում եմ, պետք է բխի քեզանից։ Ի պատասխան, Հայրը համաձայնվեց որդու հետ իր կամքը հայտնելու նրան։ Աստված ասաց նրան. իմ կամքը երբեք չի թաքնվի քեզանից, դու միշտ կիմանաս, թե ես ինչ եմ անում և իմ միտքը կունենաս։ Պողոսը համարձակորեն հայտարարում է. ես Քրիստոսի միտքն ունեմ, և նա պնդում է, որ նույնը ճիշտ է յուրաքանչյուր հավատացյալի համար, որ մենք բոլորս կարող ենք Քրիստոսի միտքն ունենալ։ Առաջին Կորնթացիս 2:16 խոսք։